Եկող տարի բյուջեի դեֆիցիտը նախատեսում են հասնել 4,5%-ի, իսկ 2030-ին 1,5%-ի, փոխանցում է ֆինանսների նախարարը։ Նախատեսված կրճատումը ըստ ֆինանսների նախարարի որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։ Անդրադառնալով տարեցտարի ավելացող պետական պարտքին, Հովհաննիսյանն ասել է, թե այն իրեն այդքան չի անհանգստացնում, որքան պետպարտքի սպասարկմանն ուղղված գումարների ավելացումը։ Պետպարտքի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիր չունենք, որովհետև 2024 թվականի արդյունքներով պարտք հնարաբերակցությունը նվազել է։ Եթե 2023 թվականի արդյունքներով ունեինք 48,4%, ապա 2024-ի արդյունքներով ունենք 48%, շեշտել է նախարարը։ Պետական պարտքի մակարդակը ֆինանսների նախարարի խոսքով կառավարությունը փորձել է պահել հնայի 50%-ի մակարդակում։ Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է, հայտնում է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապայանը նշել է, որ որոշ ժամանակ մեքենաները ընդհանրապես չէին անցնում, ապա 1-2 օր անցման արագությունը բավարարում էր հայկական կողմին։ Հիմա տեմպը դանդաղ է, օրական մի քանի մեքենա։ Մենք կատարում ենք բոլոր պայմանավորվածությունները եւ ակնկալում ենք, որ վրացի գործընկերները եւս կկատարեն իրենցը, հայտարարել է նախարարը։ Հայաստանն առաջիկայում Եվրոպական ներդրումային բանկի հետ կստորագրի դիմակայուն Սյունիք ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։ Դպրոցաշինության զարգացման ոլորտի ծրագրի ֆինանսավորման հարցով կառավարությունը շարունակում է բանակցությունները Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ։ Բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով Հայաստանը բանակցում է Համաշխարհային բանկի ու Ասիական զարգացման բանկի հետ եւ հնարավոր է, որ այս հարցով եւս առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի նախաձեռնած կրթվելը նորաձև է շարժման բյուջեից տրամադրվող գումարների վերաբերյալ տեղեկատվությունները համարվում են պետական գաղտնիք։ Լրատվամիջոցներից մեկը դիմել է վարչապետի աշխատակազմին եւ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ խնդրել, բայց պատասխանել են, որ այն համարվում է պետական գաղտնիք։ Պարզաբանել են, թե միջոցառման համար ծախսերը իրականացվում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի շրջանակներում։ Ըստ այդմ հիշյալ միջոցառումների կազմակերպման ծառայությունները ներառվել են պետական գաղտնիք պահոնակող գնումների պլանում, ուստի հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։